Ես չգիտեմ ինչ պետք է կատարվի, որ ես էլ չկարողանամ նվագեմ, բայց ինչքան ուժ գա այդ օրը, այնքան լավ ես ուզում եմ վայելեմ այս գործիքի հնչողությունը, ուզում եմ վայելեմ հանդիսատեսի համակրանքը, ուզում եմ մարդկությանը նվիրեմ իմ կատարումները, ուզում եմ իմ շնորհակալությունը եւ երախտիկս բեմից հայտնեմ հանդիսատեսին։ Կաթողիկ աշխարհում կարծել են, որ երգեհոնի ձայնը շատ մոտ է Աստծուն։ Եվ երգեհոնային այդ հնչողությունը գերել է այդ կաթողիկ եկեղեցականներին եւ վաղ միջնադարից արդեն եկեղեցիներում սկսել են տեղադրել երգեհոն որպես նվագակցող գործիք։ Դες որ խնդրեմ կմոտենաք։ Ես։ Այո։ Լավ։ Ուրեմն տեսեք, քանի որ սրանք ռեգիստրներ են եւ պետք է ձայնը փոխվի եւ ստանանք էխոյի արձագանքի տպավորություն, ինչ է ռեգիստր։ Ռեգիստրը փոխում է հնչողությունը, միացնում է խողովակների որոշակի խումբ, որը տալիս է որոշակի հնչողություն։ Այսինքն, հիմա եթե մենք երկրորդ ստեղնաշարի վրա միացրել ենք միայն 8 ֆուտանոց ֆլեյտաները։ Սրան ավելացնում ենք նաև 4 ֆուտանոց ֆլեյտաները։ Մի փոքր հզորացավ ձայնը։ Սրան ավելացնում ենք նաև 3 ֆուտանոցները։ Երկու ֆուտանոցներն ենք ավելացնում և 1 ու 3 ֆուտանոցները ամենայդ և իմ սիրած ռեգիստրներից մեկն է դա ֆլաժոլետն է, որը որ այսպես հեքիաթային, զանգակային հանում եմ ֆլաժոլետը, տարբերությունը։ Երբ ես ջղայն եմ լինում, ես իմ ջղայնությունը ստեղծագործությունների միջով չեմ դուրս բերում։ Ինձ համար նշանակություն չունի ես ինչ կնվագեմ այդ պահին։ Ինձ համար նշանակություն ունի, որ ես հնարավորինս շուտ մոտենամ գործիքին։ Թե ինչ կնվագեմ, դա արդեն էական չի, կարևորը ես կպնեմ գործիքին ու ես արդեն սկսում եմ հանգստանալ։ Ստացանք էխոյի տպավորություն, եթե զգացիք, ուզեք մի հատ էլ փորձենք։ Սիրով, ինձ աշխատանքի կընդունեք։ Կընդունեմ, այո։ Սովորաբար ասիստենտ լինելու համար սովորում են, բայց դուք քանի որ ընդունակ մարդ եք, մի անգամից տեղում սովորեցիք։ Երաժշտական կրթությունս է երևի թե մի քիչ օգնում։ Ինչի հենց երգեհոն։ Ես չգիտեմ։ Երբ սովորում էի Չարենցավանի երաժշտական դպրոցում 1986 թվականին Rieger Kloss ֆիրման չեխական երգեհոնային
Չարենցավանի երաժշտական դպրոցում տեղադրեց մեծ երգեհոն։ Եվ ես լինելով դպրոցի լավագույն աշակերտներից մեկը, արդեն սովորելով 4-րդ դասարան, տնօրենը համարեց, որ եւ քանի որ մի քիչ ավելի բոյով էի, հասակով էի, տնօրենը համարեց, որ ես պետք է նվագեմ երգեհոն։ Եվ այդտեղից սկսվեց 1, 2, 3 դաս եւ ես հասկացա, որ սա իմ գործիքն է։ Ոտքերս հազիվ էին հասնում պեդալներին, բայց դա ինձ բացարձակ չէր խանգարում եւ չէր հիասթափեցնում։ Այդ այնպես անմիջական ստացվեց երգեհոնի հետ մոտեցումը, որ մինչև հիմա ես արդեն մտածում եմ, եթե չլիներ երգեհոն, պետք է լիներ դաշնամուր միայն։ Բայց հիմա երկուսն էլ կան իմ կյանքում եւ իմ սրտում։ Նավուրց գործիքներից մեկն է վաղեմի ժամանակներից, անգամ գիտնականները փորձում են հստակ ծագումը ժամանակահատվածի առումով, այդպես էլ հստակություն չկարողացան մտցնել պատմության մեջ, թե երբ է առաջացել երգեհոնը։ Ամենահին գործիքներից մեկն է։ Հիմա ինչի համար եւ ոտքերով եւ ձեռքերով։ Տեսեք, ոտքերը հիմնականում կատարում են բասի ֆունկցիաները, այսինքն հիմքն են։ Բաս երաժշտություն առանց բասի, առանց հիմքի պարզապես դառնում է մոնոտոն, անգամ եթե ցանկացած գործիքով նվագես, ջութակի համար պետք է նվագակցություն, հիմք, ցանկացած գործիքին պետք է նվագակցություն, եթե դա սոլո կատարում չի, էլի։ Սա ինքը ամբողջական է, ինքն իրեն եւ նվագակցում է, եւ հիմք է պահում, ամեն ինչ է անում։ Երգեհոն նվագելիս ամբողջ մարմինդ աշխատանքի մեջ է լինում։ Ֆիզիկապես դու հանգստանալու եւ այսպես կոպիտ ասած շունչ քաշելու տեղ եւ ժամանակ չես ունենում սովորաբար երգեհոնահարները միշտ ծանր աշխատանքի մեջ են լինում, բայց հետաքրքրությունն էլ դրանում է գուցե այդ ֆանտաստիկ այդ հնչողությունները, երբ որ խառնվում են ձեռքերի, տեսեք ձեռքերի մոտ մենք ունենք ոչ թե մեկ ստեղնաշար, այլ երկու ստեղնաշար, դե այս երգեհոնի համար, բայց լինում են երգեհոններ, որոնք ունեն 7 ստեղնաշար։ Սա բարոկ ժամանակաշրջանի երգեհոն է, որը բացառիկ երևույթ է մեր տարածաշրջանում, այսինքն նման երգեհոն տարածաշրջանում ամբողջ չկա, բարոկ ոճի երգեհոն, որտեղ հենց Բախի, մինչ Բախ կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարելու համար են։ Ես ուզում եմ պարտադիր լինեմ Ռիգայի Դոմի տաճարում, այսպես ասեմ, հա, ռուսերեն Դոմսկի Սաբորի երգեհոնը իմ երազանքներից մեկն է, որ ես կուզեմ այնտեղ նվագեմ։ Չգիտեմ, դա մի անասելի գեղեցկություն է եւ անասելի ձայնային կոլորիտ է Դոմսկի Սաբորի տաճարը, որ երգեհոնը այդ տաճարի, որ կցանկանամ այնտեղ նվագեմ։ Ես ձեզ ցույց կտամ մի արկղ, տեսեք, շուտ ցածր ձայն է, չէ՞ գալիս։ Այո։ Սա երգեհոնի շարժիչն է։ Սիրտը, օդը մղում է դեպի խողովակներ, երբ որ դու սեղմում ես ստեղը, այնտեղ փականը բացվում, փակվում է եւ ձայնը դուրս է գալիս։ Հնում ոնց էին օդը մղում դեպի խողովակներ։ Մի քանի մարդ այդ փուքսերը փչում էին եւ օդը մղվում էր դեպի խողովակ։ Հիմա այդ փուքսերի փոխարեն մորթիից փուքսերի փոխարեն կաշվից փուքսեր են, որոնք էլի ներսում օդը մղում են դեպի խողովակ։ Սա շատ հետաքրքիր է, որ չի երևում ոչ մի բան, ինքը միշտ հետևում է, բայց առանց սրա երգեհոնը չի կարող ուղղակի աշխատել։ Մասնագիտությունը սահմանափակ տերմին է, ապրելակերպը լայն, եւ ապրելակերպով է որոշվում, որ դու երաժիշտ ես, թե ոչ։ Ես ունեմ հոգուս մեջ երկու գործիք, դա դաշնամուրը եւ երգեհոնն է։
ես հավասարաչափ կիսվում եմ այդ երկու գործիքների միջև։ Երկու գործիքի համար էլ ասում եմ Յոհան Սեբաստիան Բախ, որովհետև Բախի երաժշտությունն է, որ քեզ ավելի է մոտեցնում Աստծուն, Բախի երաժշտությունն է, որ քեզ ավելի է մաքրում, եւ Բախի երաժշտությունն է, որ քեզ ավելի ամուր է դարձնում այս կյանքում։ Անբացատրելի երևույթ է, երբ որ տեսնում ես հանդիսատեսի դեմքը պայծառ ու արդեն մտածում ես, որ մի լավ բան գոնե արել ես։ Գիտեք ինչ, տանը բոլորը որոշել էին արդեն, որ ես պետք է դառնամ երգեհոնահար։ Եվ այդ դրական եւ բացասական արձագանքի բացարձակ կարիք չկար, որովհետեւ տանը բոլորը առաջին օրվանից համոզված էին, որ ես պետք է լինեմ երաժիշտ։ Ցանկությունը այնքան մեծ է, որ ասեմ, այ մարդիկ, ինչ գործ ունեք, գնացեք նորմալ մասնագիտություն ընտրեք եւ ապրեք, բայց ես դա երբեք չեմ ասի։ Եթե մասնագիտությունը դառնում է ապրելակերպ, դա արդեն դադարում է մասնագիտություն լինելուց։ Բոլոր այն պատանիներին, երիտասարդներին, երեխաներին, որոնք ցանկություն ունեն դառնալ երաժիշտ, ես կասեմ դարձեք, բայց իմացեք նաև, որ ճանապարհը շատ դժվար է, բայց միևնույն ժամանակ շատ գեղեցիկ եւ հրաշալի։ Եթե ուզում ես այդ գեղեցկությունը տեսնես ու վայելես, իհարկե պետք է դժվարությունների միջով կարողանաս անցնես եւ հաղթահարես։ Կկրկնեմ Վահագն Ստամբոլցյանի խոսքերը։ Այն ազգը, որ ունի երգեհոն եւ երգեհոնահարներ, նա ճանաչելի է ողջ աշխարհում։ Կաթողիկ եկեղեցիները նաև համարվում են երգեհոնային դահլիճներ, որտեղ անց են կացվում երգեհոնային լուրջ համերգներ եւ հրաշալի երգեհոններ կան տեղադրված։ Այսօր այնքան է երգեհոնը ներդաշնակ դարձել եկեղեցական կյանքին, որ թվում է թե հենց եկեղեցու ստեղծման օրվանից երգեհոնը այնտեղ եղել է։ Մարդկանց մոտ մի ուրիշ սեր է առաջացել դեպի երգեհոնը։ Գալիս են երեխաներ, գալիս են մեծահասակներ, գալիս են զինվորներ, տարբեր մասնագիտության տեր մարդիկ եւ դուք մենակ պետք է տեսնեք, թե ինչ հաճույքով եւ ինչ այսպես փառավորված մարդիկ դուրս են գալիս դահլիճից, մեզ համար դրանից առավել մեծ գնահատական չի կարող լինել եւ կրկին անգամ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ կամերային երաժշտության տան տնօրինությանը, որ կարողացավ մի հրաշքով այդ երգեհոնային կատարողական արվեստը վեր բարձրացնել, այսինքն պահանջարկ ստեղծվեց եւ հիմնական այդ դերակատարումը դա փառատոնն էր։ Փառատոնին ուրեմն հրավիրվում են բազմաթիվ երգեհոնահարներ ամբողջ աշխարհից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Միացյալ Նահանգներից, Իսպանիայից, Իտալիայից, վերջերս տեղի ունեցավ Աստվածամոր տաճարի Տիտղոսավոր երգեհոնահարի համերգը, շատ լավ անցավ, շատ լավ էր նվագում, պարզ փաստ արձանագրված։ Շուրջ 25 տարի մենք երգեհոնահարներս Հայաստանի անվճար համերգներ ենք նվագել երգեհոնային, բաց դռներով մարդիկ գալիս էին առանց տոմսի, ամիսը մեկ մինիմում մենք նվագում էինք։ Վերջի 3 տարին է արդեն կրկին կամերային երաժշտության տան տնօրինության ջանքերով նախարարությունը մեզ արդեն վարձատրում է որպես երգեհոնահար, հաստիկային երգեհոնահարներ։ Գիտեք ինչ, եթե մենք մտածեինք աշխատավարձի մասին, ոչ այս երգեհոնը կլիներ արդեն վաղուց, ոչ էլ երգեհոնային կատարողական դպրոցը Հայաստանում կլիներ վաղուց։ Շատ լավ կլինի, երբ որ ստանաս աշխատավարձը ըստ արժանվույնս։ Բայց մենք, չգիտեմ, երևի այդ տիպի խելահեղ
մարդիկ ենք էլի, որ չենք նայում աշխատավարձի չափին, կա, չկա, մենք ուղղակի նվագում ենք։ Չէ, իհարկե լսում ենք, մենք բոլոր մեր գործընկերների համերգներին ներկա ենք, դա քննարկման ենթակա չի իհարկե, բայց լսում ենք ոչ թե քննադատելու համար, այլ իրենց արդեն հանդիսատեսի կարգավիճակում, ունկնդրի կարգավիճակում օժանդակելու համար։ Ինչի համար։ Քանի որ մենք մարդ ենք, կենդանի արարած ենք, ոչ թե համակարգիչ կամ ռոբոտ, ցանկացած երաժիշտ, երբ որ դուրս է գալիս բեմ, ունենում է հուզմունք, առանց որի հնարավոր չի դուրս գալ բեմ, եթե դու բացարձակ, այսպես զրոյական վիճակում դուրս ես գալիս բեմ, դու հավասարվում ես համակարգչին։ Այս մարդը դրանով է նաև եւ իհարկե ինտելեկտով եւ մտածելակերպով, բայց այդ հուզմունքը, այդ ներքին զգացումը միշտ կամ օգնում է կամ խանգարում է, նայած հուզմունքի չափը։ Եվ այսպես թերություններ իհարկե համերգների ժամանակ լինում են, կատարյալ ոչ մեկ չի, բայց երբ որ այդ մի փոքր, այսպես մի մազաչափ թերությունները, երբ որ դու աչք ես փակում եւ ուշադրություն ես դարձնում իր մտքի մտածելակերպի վրա, թե ինչ մտածելակերպ ունի, ինչպես է զարգացնում միտքը եւ այլն, այդ բոլոր տեխնիկական հարցերն արդեն փակվում են, դու չես էլ նկատում։ Ինձ համար կարևորը, թե երաժիշտը ինչպես է մտածում բեմի վրա, դա իհարկե ավելի կարևոր է, քան տեխնիկական կատարյալ վիճակը։ Իդեպ տեխնիկական կատարյալ վիճակը լավ է, բայց եթե միայն դա է, շատ անհետաքրքիր է։ Եթե հուզմունք չկա, մտածելակերպ չկա, այլ մնացածն արդեն ինձ համար ընդհանրապես գոյություն չունի։ Ես կարող եմ համերգի կեսից դուրս գամ ուղղակի։ Ես չեմ լսի։ Քովիդի պատճառով գրեթե 1 տարի լոկդաուն էր, ոչ մի համերգ, ոչ մի բան։ Հետո պատերազմ եւ այլն, անցավ այդ ամեն ինչը, եկավ 2021 թվականի հունվարը եւ հունվարից արդեն կամաց սկսվեց համերգները եւ հունվարին ես պետք է նվագեի մեկ բաժին, մի ամբողջ բաժին, մտածում էի, թե Աստվածի երևի կիսադատարկ դահլիճ, ով պետք է գա պատերազմից հետո, քովիդից հետո, եւ դուք տեսնեիք իմ վիճակը, երբ որ ես դուրս եկա բեմ եւ տեսա, որ դահլիճում նստատեղերը բոլորը զբաղված են, մարդիկ կանգնած են արդեն մնացած։ Այսպես ինձ նայում եմ, ասում եմ, Աստված իմ, ինչի եք եկել։ Ես չէի սպասում, ես չէի պատկերացնում, բայց այդ մի պահն էր, երբ որ շենց շոկ էր, հետո դա անցավ եւ այնպես էր նվագվում։ Այնպիսի, այսպես ինքնամոռաց այդ ժամանակահատվածից արդեն սկսված ես արդեն չեմ ուզում տեսնեմ կիսադատարկ դահլիճ։ Տղայիս հետ կներկայացնենք Կոմիտասի Հովարեք ստեղծագործությունը, որը մշակել եմ, ինքը փոխադրումը արդեն կար, բայց ես մշակել եմ երգեհոնի եւ թավջութակի համար, քանի որ երգեհոնը համադրվում է ցանկացած այլ գործիքի հետ, դու կարող ես նվագել եւ ինքը ընդունում է ցանկացած գործիք, անգամ հարվածային։ Դեռ բացահայտման կարիք ունի։ Տեխնոլոգիաները զարգանում են, այնքան զարգանում է նաև երգեհոնը։
այն երկիրը, որը ունի երգեհոն, այն ազգը, որը ունի երգեհոնահարներ, աշխարհը նրան կճանաչի։